ամբողջ խնդիրն ամեջ է, որ մենք ունենք համակարգ, որը թույլ է տալիս, որպեսզի անձին ճանաչեն անգործունակ ու դրանով զրկում են նրանից, որ անձը կարողանա ինքն իր իրավունքները անձամբ իրացնել։ Հիմա անձին անգործունակ ճանաչելու փոխարեն պետք է անձը հնարավորություն ունենա ինքնուրույն որոշումներ կայացնել ու դրա համար ստանա աջակցություն։ Այսինքն անգործունակ ճանաչելու համակարգի փոխարեն պետք է լինի որոշումների կայացման աջակցության համակարգեր, որը մենք չունենք մեր թե օրենսդրության, թե պրակտիկայում։ Հիմա այս տվյալ դեպքում, երբ անկախ նրանից, թե ինչն է դրդում իր հարազատներին կամ ով որթիմել է, դատարան, որպեսզի իրան անգործունակ ճանաչեն, կնհայտ է, որ անգործունակ ճանաչելուն հետևելու են խնամակալի նշանակումը ու խնամակալը իր վրա է վերցնելու այս անձի փոխարեն որոշումներ կայացնելու ամբողջ իրավունքը։ Անձի փոխարեն որոշում է կայացնելու ինքը որտեղ կարող է ապրել, ինչպես կարող է այդ անձի գույքը տնօրինել, գույքը կարա ներառի եւ գույք, այսինքն կարա լինի եւ բնակարան, կարա լինի իր թոշակը, կարա լինի իր գույքի վերաբերյալ որոշում կայացնել, ինչպես օգտագործել, օտարել, վաճառել, ինչի վրա ծախսել իր գույքը, այս ամեն ինչը դրա մեջ է ներառվում ու փաստորեն այս անձը զրկվում է իր գույքի տնօրինման հնարավորությունից, իրավունքից, այս անձը զրկվում է նաև իրավունքից ինքնուրույն ընտրել, թե որտեղ բնակվել, որտեղ ուր գնալ, ինչ ծառայություններից օգտվել, որովհետև էլի դեպքերի մեծ մասում նորից խնամակալն այս հարցերի շուրջ որոշում կայացնում։ Խնդիրը խորքային է, այսինքն խնդիրը գալիս է մեզ մոտ հենց օրենսդրությունից, իրավական կարգավորումներից, պետք է ամբողջությամբ փոխվի օրենսդրական կարգավորումները ու օրենսդրությունը ոչ թե հիմնված լինի իր իրավունքների սահմանափակումից զրկվելու, օրենսդրությունը առաջնորդվի իր իրավունքները իրացնելու համար իրեն հնարավորինս լայն աջակցություն տրամադրելու տրամաբանությամբ։ Սահմանվեն աջակցության մեխանիզմներ, սահմանվի իր իրավունքը օգտվել այդ աջակցության մեխանիզմներից, սահմանվի իր իրավունքը ընտրել, թե որ մեխանիզմներից է ինքը ուզում օգտվի, որ պահին ինչից կուզի հրաժարվել, ինչից կուզի օգտվել, որ ծառայության բաժինը ավելացնել կամ պակասացնել, իր կյանքում։ Իրական սրա մասին է ամբողջը, կամ որ պահին ինքը կուզի, այստեղ իրական շատ տարբեր մեխանիզմներ կան, միջազգային փորձ շատ տարբեր բաներ է առաջարկում, կարող լինեն օրինակ նախնական կարգադրություններ հանձնարարել կամ ընտրել մի մարդու, ով կոնկրետ պահի լիազորված կլինի հենց իր կողմից իր փոխարեն որոշում կայացնել։ Օրինակ մենք կարող ենք փաստաբանին լիազորագիր տալ կամ ցանկացած մեր ծանոթին լիազորագիր տալ, լիազորել իրեն մեր փոխարեն գնա փաստաթղթեր ծրագրի, իրականում նույն տրամաբանությունը այստեղ պետք է գործի, ինքը որոշի, թե ով է իր անունից հանդես գալու, ինքը լիազորի, այդ լիազորությունը տա։ Տվյալ դեպքում ինքը չի որոշում, տվյալ դեպքում դատարանն է որոշում, իհարկե այստեղ առաջնորդվում են տրամաբանությամբ, որ ինքը ընդունակ չէ որոշումներ կայացնել իր վերաբերյալ, այսինքն որ հոգեկան առողջության վիճակը թույլ չի տալիս, բայց սա նորից մենք ընկնում ենք այսպես ավելի կանխակալ, խտրական մոտեցումների դաշտ ու մեզ ենք վերապահում, մեզ ասելով հանրությունը, նկատի ունեմ այս ամբողջ համակարգը վերապահում իրավունք որոշել, թե ինչն է իր համար ավելի ճիշտ ու իր փոխարեն նույն որոշում են կայացնում, փաստացի այդ ամենասկզբից։